Լես Պասկալ։ Նա ծնվել է հունիսի 19-ին 1623 թվականին իրավաբանի ընտանիքում։ Նա ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և գրող էր եղել, նաև նա է հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։ Մի քանի հետաքրքիր փաստ Պասկալի մասին։ Պասկալի գիտական ձեռքբերումների հայտնագործությունների պատիվն իրենց անուններն են ստացել ճնշման միավորները միջազգային միավորների համակարգում։ Ամերիկացի գիտնական Նիկլաուս Ուիշթի Պասկալ ծրագրավորման լեզուն հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։ Պասկալը ստեղծեց Պասկալի օրենքը, որն ասում է. հեղուկի կամ գազի վրա գործադրող ճնշումը առանց փոփոխության հաղորդում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։ 1641 թվականին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշտման եղանակը, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով։ Լես Պասկալի պատիվն իր անունն է ստացել նաև Պասկալ աստերոիդը, այն հայտնաբերվել է փետրվարի 3-ին 1989 թվականին։ Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։ Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է ֆրանսիական դասական շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գործերը կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։ Պասկալն 1669 թվականի հրատարակած «Խորհրդածությունները» անավարտ փիլիսոփայական երկում մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը։ Մարդուն անվանել է մտածող եղեգ։ Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ։ 1662 թվականին նրա առողջությունը կտրուկ վատանում է, և 39 տարեկան հասակում մահանում է։